2017 թվականի փետրվարի 27-ին Խաչթառակ գյուղական համայնքը իդեմս համայնքի ղեկավարի կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը տարեկան 165,000 դրամ վարձավճար, երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13,750 դրամ էր կազմում ամսական եւ 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը։ Նաեւ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով փաստորեն վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 23 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։ Արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ։ Իջևան համայնքի Խաչթառակ բնակավայրի մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է եւ մենք նաեւ համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաեւ այդ տարածքը։ Նշեմ, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը մանկապարտեզի 44 միլիոն 121 հազար դրամ է։ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքին, պարոն վարչապետ, դուք կառավարության նիստերից մեկին անդրադարձել եք, չեմ կրկնի այնինչ կառավարության նիստում արդեն հնչել է, մենք հավելեմ, որ մանկապարտեզն արժե մոտավորապես 85 միլիոն 935 հազար դրամ, դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքներ։ Վերջին 2 ամիսների ընթացքում, պարոն վարչապետ, նաև համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին սեփականության իրավունքով վերականգնվել է նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող շուրջ $321,000 շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հեկտար մակերեսով մարզադաշտը։ Ըստ էության իրավական բոլոր նրբություններն արդեն լուծված են եւ մայիսի 12-ից այս մակերեսով մարզադաշտը գտնվում է համայնքի սեփականության ներքո, այդ մասին տեղեկացվել են ինչպես գործընկերները, այնպես էլ հանրությունը։ Կրկին սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մեր իրականացված աշխատանքի մի մասն է, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, Տիկին Վարդապետյան, այո, դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բանը ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը, չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։